Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Այսօրվա հայ պերսոնայում զրույցը հոգևոր է։ Հրավիրել եմ Տեր Շահե Քահանա Հայրապետյանին, որի հնչեցրած ամեն մի խոսք արժանի էր վայելքի։ Նրա հանգիստ, բայց հաստատուն խոսքը կարող է բուժել հիվանդին, հույս տալ այն չունեցողին, օգնել, երբ կա այդ օգնության կարիքը։ Տեր Շահեն վստահելի հոգևորական է, ուստի նրան չսիրել, չհարգել չի լինի։ Ծնվել է 1959 թվականի օգոստոսի 7-ին Մարտունու շրջանի Լիչք գյուղում։ 1966-ից 1976 թվականներին սովորել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1978-ից 1982 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի բաժնում։ 1980 թվականից երգել է Խորվիրապ վանքի երգչախմբում։ 1992 թվականին ձեռամբ Տեր-Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի դրվել է Սարգսակ։ 1993 թվականին տեղափոխվել է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի։ 1995 թվականին ձեռամբ Տեր Գարեգին arczepiskopos Ներսիսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա եւ նշանակվել հոգևոր հովիվ Երևանի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 1998 թվականին ծառայել է Երևանի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցում։ Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք, Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք։ 2002 թվականին ծառայել է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում որպես հոգևոր հովիվ։ 2014 թվականին նշանակվել է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար քահանա, միաժամանակ Արարատյան հայրապետական թեմի, քարոզչական եւ տեղեկատվական բաժինների աշխատանքի համակարգող ու պատասխանատու։ Ամուսնացած է, ունի 5 զավակ։ Տեր Շահե, բարև ձեզ։ Աստծո օրհնությունը ողջույն ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Հաճիկով։ Ինչպես որոշեցիք գնալ եւ սովորել Գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Երբ դպրոցում էի, դա Միսաք Մանուշյանի անվան համար 48 դպրոցն էր եւ ունեինք քիմիայի մի ուսուցչուհի Աղաջանյան ազգանունով։ Նա հետաքրքիր էր, սիրում էր հավանական թատրոնի սեր էր մնացել իր մեջ եւ քիմիայի անգամ վերաբերյալ մոլեկուլների, չգիտեմ, բեմադրություններ էր պատրաստում եւ նույնիսկ դահլիճում, ասենք, ես մի անգամ հիշում եմ, որ Ֆարադեի դերին էի կատարում էլի ֆիզիկայից, բան քիմիայից։ Եվ այդպես սերը կարծես սերմանվեց դպրոցից ի վեր։ Հետո երբ ես ավարտեցի դպրոցը, փորձեցի բանասիրական, չընդունվեցի, հետո մի անգամ թատերական, առաջին տարին կտրվեցի, ես գնացի Սունդուկյան թատրոն, որպես բեմի բանվոր։ Եվ այնտեղ հանդիպեցի շատ մեծերի, իհարկե, Վարդան Աճեմյան, Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան եւ այլն, կար նաեւ Ավագյան ազգանունով մի դերասան, որը խաղում էր Մագրեգոր Վիլյամ Սարյանի պիեսում, Իմ սիրտը լեռներում է, եւ այդպես սերը գնալով մեծացավ, հետո տարին լրացավ Խորեն Աբրահամյանը կուրս հավաքեց, ես իր կուրսում էի, հետո արդեն ինստիտուտ, մի տարի հետո արդեն ինստիտուտ մտա, 2 ղեկավար ունեցա, մի խոսքով թատրոն եւ դեպի մատենադարան։ Այսինքն ամենատարբեր ձևով տարավ ինձ կյանքը, իհարկե մատենադարանը դա իմ պապիկի ցանած սերմերն էին, որ ինքը լինելով կրոնավոր 1895 թվականից ծնված էր եւ մինչեւ խորհրդային միություն ինքը կրոնական կրթություն էր ստացել, ուներ մեծ գրադարան, Մուշից բերված, իրանք նարեկ էին կոչում այդ արկղը, որի մեջ շարականներն էին, եւ նա անընդհատ այսպես սնուցում էր մեզ երգելով շարականներ, ժամագրքից հատվածներ եւ հետո երբ դարձա կրոնավոր իմ պապիկի ցանած սերմերը ծաղկեցի։ Տեր Շահե, այնուամենայնիվ ինչու Գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորելուց հետո դուք չշարունակեցիք ձեր կարիերան այդ ոլորտում։ Ես իհարկե թատրոնում էի, հենց մի անգամից ինստիտուտ ավարտեցինք, այն ժամանակ բում էր մի թատրոնում, որ կոչվում էր երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն, որը գտնվում էր
Նալբանդյան եւ Թումանյան այդ անկյունում նկողային սենյակ էր եւ այնտեղ ուրեմն խաղում էինք տարբեր ներկայացումներ, ես առաջադար դերասանի բան էր, բայց ինձ հետաքրքիր է, սա հավանական մարդկային տեսակի մասին եմ խոսում, իմ մարդը ինձ շատ անհասկանալի էր թատրոնի ներքին կոնֆլիկտները։ Օրինակ ասենք, եթե մարդը տաղանդավոր կգնա առաջ, բայց ասենք գնալ, չգիտեմ, ռեժիսորին, չգիտեմ, համոզել, որ ինքը ինչ դեր վերցնի, չգիտեմ, ինչ սայա դուր գալի բան, եւ այդպես ես զգում եմ, որ որակական կորուստներ ենք մենք ունենում։ Դա կապ չունի անձի հետ։ Այսինքն ներկայացումը դժվում է, այս մարդը ավելի լավ կներ, չգիտեմ, ինչեւ այլն, եւ գնալով հետագայում այնքան խորացավ այդ հակասությունը, այսինքն մարդ մթնոլորտ, որ ուղղակի ես կարծես դուրս թռա այդ որտեղից եւ գնացի Մատենադարան, որտեվ երբ ես սովորում էի Գեղարվեստաթատրական ինստիտուտում, ունեինք մենք թատրոնի պատմության շատ մեծ գիտակ Հենրիկ Հովհաննիսյան, որը իմ համար ուղղակի անկրկնելի դասախոս է, եւ այդ ինքը հայ միջնադարյան թատրոն գիրք հրատարակեց, այսինքն թատրոնը միջնադարում, հայ թատրոնը միջնադարում եւ այդ գրքի ազդեցության տակ ես գնացի դեպի Մատենադարան, դեռևս ուսանող շրջանում եւ ուսումնասիրում էի հայ թատրոնը եւ հանկարծ գտա մի կերպար, որ կոչվում էր Հուշկապարիկ, ու երբ ցույց տվեց իրեն, առաջի հոդվածը հրատարակվեց արդեն եւ այլն. Եվ այդպես գնալով մեծացավ սերը Մատենադարանի հանդեպ, որտեղ ես տեսա, որ մեր ակունքները հոգևոր գոյության, էության, ինչքան բառ օգտագործում են այսօր, այնտեղ է Մատենադարանում, այսինքն ես զգացի, որ իմ պապերի գիտակցական մտավոր ամբողջ պաշարը ամբարված է միտեղ եւ հետո այն դարձավ իմ սրբության սրբոցը, այսինքն եկեղեցին հետագայում դարձավ գործառնական առումով եւ այնտեղ տեսական առումով, այսինքն այդ երկուսը կարծես եկան միացան իրար եւ ես դերասան լինելով ուզում էի հագնել այդ միջնադարի շապիկը, որ ասում չէ, պետքա կաշին հագնես էլի դերի եւ այլն։ Եվ այսպես ձևավորվեց այն ինչ ունենք։ Մենք 1978 թվականին ընդունվեցինք Գեղարվեստաթատերական ինստիտուտ եւ այդ օրվանից առ այսօր մեր ընկերությունը շարունակվում է։ Տեր-Շահային հիշում եմ իհարկե շատ մեր մեջ ուսանողների մեջ ամենա բանիմացը, ամենա գիտունիկը, մի խոսքով ինքն էր, գերազանց էր սովորում Տեր-Շահեն, եւ վարպետությունը, եւ հումանիտար առարկաները իր մոտ բոլորը գերազանց էին։ Տեր-Շահեն իր դրական, իր գույներով, իր աուրայով մեզ շատ էր ոգևորում դեռ այն ժամանակվանից, ավելի շատ գիտեր մեր հայ երգարվեստը, Կոմիտասը, մենք դե իհարկե վոկալի դասեր ունեինք, որտեղ որ Տեր-Շահեն փայլում էր իր կատարմամբ։ Յուրաքանչյուր ոք, որը ցանկանում է դառնալ եկեղեցու սպասավոր, կարող է գնալ այդ ճանապարհով։ Նախ պիտի ասեմ, որ Աստծո մոտ այդտեղ պետքա խառը լինի։ Այդպես եթե չկա կամ ասենք այլ մեթոդներով եկել, ին վաղ թե ուշ դուրս է նետվելու։ Որտեվ Աստված ինքը պիտի կանչի եւ այդպես ասենք, չէ՞ որ դինում է տաճարներ, որ մտնում ես ինձ մի անգամից հոգևոր ինձ զգում ես, որ Աստծով է կառուցված այդ տաճարը եւ մեծ սրբությունների շատ աղոթքներ են արվել, այդպես էլ պետք է լինի մարդու էությունը։ Իմ կարծիքս սա է։ Իսկ դուք ինչպես եք զգացել այդ Աստծո կանչը, երբ գնացել եք եկեղեցի։ Այդ կանչը ես խոսեցի իմ իհարկե պապի մասին, իմ Խաչատուր պապի մասին։ Նա ուղղակի արթնացրեց, որովհետև մեր ազգը եւ հայրական կողմի եւ մայրական կողմի իրիցու ազգ է, այդպես է կոչվում, այսինքն երեցների ազգ է եղել եւ 1828 թվականին երբ Մուշից եկել են եւ Մոգազ գավառից պես այդ երկու քահանայից տողները եւ
Սևանում անգամ շարունակվել է իրենց ձեռնադրություն, քահանայական, այսինքն շարունակվել է եւ խորհրդային շրջանում 37-38 թվականին արդեն ընդհատվեց, որտեղ չեմ ուզում փնովել որևէ հասարակության, բայց այդպես եղավ։ Ուղղակի բռնի ընդհատեցին։ Եվ երբ ես ձեռնադրվեցի քահանա, իմ հայրիկը, որը արդեն 70 անց էր, ասեց փառք Աստծո, ես վերադարձա իմ ակունքներին։ Աստված որ մի բոլոր անցավորներին, բայց ես երջանիկ էի իմ հոր այդ արտահայտության համար։ Հետագայում փառք Աստծո իմ եղբայրն եկավ նույն ճանապարհին, այսինքն երեցների ազգը սկսեց շարունակել։ Ու ինքը հոգևորականա իմ ճանաչելով շուրջօրյա չի գնում աշխատանքի դառնում աշխարհիկ մարդ, ինքը հոգևորականա միշտ ընկերների հետ ճանապարհորդելուց ամեն տեղ ու իր մոտեցումը հավատացյալին, ուխտավորին շատ ինդիվիդուալ է։ Նույնիսկ քարոզների մեջ ինքը շատ խիստ է կարևորում աուդիտորիան, ում հետ է խոսում, ում համար է խոսում, ինչ աուդիտորիայի համար է խոսում։ Դրա համար շատ հասանելի է իր խոսքը ու բազմաթիվ ուխտագնացություններ ենք գնացել միասին, հազարավոր կիլոմետրներ ենք քայլել Երուսաղեմ, Արևմտյան Հայաստան, Հայաստանում, Ղարաբաղում, Սանտիագո դե Կոմպոստելա Սուրբ Հակոբի գերեզմանն ենք այցելում համարյա ամեն տարի 100 կիլոմետր քայլում ենք ոտքով, դե պատկերացրեք այդ ամբողջ ճանապարհը 4 օրում որ անցնում ենք, ինչքան զրույցներ, աղոթքներ, երգեցողություններ, այդ ամբողջը համեմում է Տեր Շահեն։ Հակառակ դեպքում ինքը ուխտագնացությունը մի քիչ ոնց որ թերի լինի, եթե հոգևորականն էլ Տեր Շահեն նման հոգևորականը բանիմաց ամեն ինչի մասին տեղյակ, հատկապես աստվածապանության աստվածաշնչից։ Լսեցինք, որ ավարտելուց հետո Տեր Շահեն Մատենադարանում է աշխատում։ Հետո անցավ ինչ-որ ժամանակահատված, լսեցինք, որ Տեր Շահեն եկեղեցու այդ սքեմն է արդեն կրում, հոգևորական է դարձել։ Իհարկե եւ զարմանք կար, եւ չգիտեմ, ինձ համար նաեւ դա գիտեք ինչ էր, որ Տեր Շահեից ես այդ քայլը, որ ինքը դիմեց, այդ քայլին ես այդքան մեծ զարմանք, որ ասեմ, բան չարեցի, որտեղ իր կենսակերպը, իր զգացողությունները, իր մտածելակերպը կամանց դե չորրորդ երբ որ ավարտեցինք, մենք էլի հանդիպում էինք իրար հետ, դեպի ոնց որ թե գնում էր դեպի այդ հոգևորը, շատ էր իր մոտ այդ հոգևորը կար եւ երևի հենց արդյունքը եղավ, որ նա մտավ եկեղեցի։ Դժվար ու ծանրաբեռնված կյանքով ապրում, հա, իր առաքելությունը, մեծ ընտանիքը, ընկերները, բայց երբևէ չի դժգոհում։ Ինքը երբևէ չի բողոքում որևէ մեկից, որևէ բանից։ Ինքը կարա փաստել ինչ-որ մի բան, որ ինչ-որ միտեղ մի խնդիր կա, որ ուշադիր լինեն։ Բայց բողոք առայսօր ես չեմ լսել իրանից որևէ բարագայում։ Շատ հարեհաս, պատրաստական անձնավորություն է, ընտանիքի համար ինքը ուղղակի գանձ է, դե գիտեք երևի 5 զավակ ունի, 8 թոռնիկ, զավակները հրաշալի են, բայց թոռնիկները մեկը մեկից տաղանդավոր, այդ տաղանդները բացահայտումա տեղում է Տեր Շահեն։ Մեկը նկարչության ոլորտում քանդակի, մյուսը ասմունքի, բարի հրաշալի։ Շատ հետաքրքիր է, երբ հոգևորականը եկեղեցուց դուրս է գալիս, այսինքն ավարտվում է այդ օրը իր եկեղեցական ծառայությունը, կյանքը շատ է փոխվում հոգևորականի համար։ Գիտես ինչ, կյանքը միշտ էլ նույնն է եղել։ Իր գայթակղություններով, իր ճանապարհով, իր նեգատիվ կողմով, բարոյական կողմով, անբարո կողմով, չգիտեմ, ամեն կողմով։ Կարևորը մեր ներսի մարդն է։ Ներսի մարդը փոխվում է, թե չէ։ Այսինքն նա դիմակ էր հակած եկեղեցում, թե ինքը իրոք հոգևոր կյանքով է ապրում։ Այդ ժամանակ ոչինչ չի փոխվում։ Կյանքը կյանք է, հոգևորականը հոգևորական։
Տեսեք, դուք խոսում եք, որ հոգևորականը նույնպես կարող է դիմակավորված լինել եկեղեցու ներսում։ Այդ դեպքում, երբ քաղաքացին գնում է եւ վստահում է հոգևորականին, որտեղից նա կարող է այդ վստահությունը ձեռք բերել։ Գիտեք ինչ, ես գուցե վրիպում արեցի հիմա, սակայն ճշմարտությունն եմ ասում։ Այստեղ կարևոր չի անձը, այստեղ կարևոր է այն իշխանությունը, որը եպիսկոպոսը տալիս է տվյալ անձին։ Եվ երբ որևէ մեկը մկրտություն է անում, այդ մկրտությունը վավեր է։ Կապ չունի այդ մարդը, ասենք, այդ օրը ծախել էր, չէր ծախել, չգիտեմ, ունքը բարձր, ներքևեր եւ այլն, կապ չունի։ Այդ իշխանությունը, որ տրված է, այդ զորությունը գործում է, որովհետեւ հաճախ քահանայագործությունը կոչվում է նաեւ քրիստոսագործություն։ Այսինքն Քրիստոս իր իշխանությունը տվեց, ձեռքը դրեց իր առաքյալների վրա, գնացեք քարոզեք ամբողջ աշխարհին, մկրտեցեք նրանց հոր որդու Սուրբ Հոգու անունով, նրանք հայրապետներին, այսինքն առաջի կրոնավորները եկեղեցիները կառուցվեցին, բարդապետներին, ժողովրդին եւ այդպես շարունակվում է մինչեւ այսօր։ Այսինքն հնագույն այդ ձեռնադրությունը, երբ Ադամը դուրս մնաց դրախտից իհարկե, բայց Սեթը ընտրվեց, Ենովքը բարձրացավ երկինք եւ Աբրահամին հրավիրվեց Խարանի երկիր եւ Մելքիսեդեկ քահանան դիմավորեց, այսինքն այդ ձեռնադրությունը մինչեւ այսօր գալիս է ու այդ իշխանության մասին է խոսքը, որ այդ իշխանությունը ինքը Աստված գործությունն է, նոր մարդու կերտելու, տակնի մկրտությունը, դրոշմը, հաղորդությունը, պսակի խորհուրդը, ձեռնադրությունը, հիվանդացկարգը եւ այլն, վերջին օծումը։ Այս ամբողջ 7 խորհուրդները որ կան, ինքը կոնկրետ Աստծո գործունեությունը երկրի վրա, այսինքն տվյալ դեպքում եկեղեցին երկինքն է երկրի վրա։ Եվ այդտեղ կապ չունի անձը։ Հասկանալի է, ինքը ճաղատ է, թե չգիտեմ, գանգուր մազերով է բան։ Իրականում կապ չունի։ Դա արդեն վերադասի, այսինքն մեր սիրելի վեհապարի կամ տվյալ առաջնորդի խնդիրն է, թե այս քահանան արժանի է, թե արժանի չի, կամ կարգալուծանել, կարգալուծանել եւ այլն, որ այսօր թեման շատ ցավոք սրտի է առումով։ Տեր Շահե, դուք բազմահազար պսակադրություններ եք կատարել եւ տեսել եք տարբեր նորաստեղծ ընտանիքների, տեսել եք տարբեր կերպով կազմակերպված պսակի արարողություններ, բայց կարծես թե այսօր նոր ձևեր են ի հայտ եկել պսակադրության ամբողջ process-ում եւ ինչ կասեք այդ փոփոխությունների մասին եւ որն է պսակի ամենաիրական խորհուրդը, եթե մենք դուրս գանք այն ձևերից ու կերպերից, որոնք այսօր ձևավորել են ամբողջ պսակադրության կարգը, թե եկեղեցու ներսում, թե եկեղեցուց դուրս շարունակվող այդ ամբողջ process-ում։ Դուք ինձ տանում եք դարձյալ պատմական մի խորք, որը մոտ 100 տարի առաջ էր, եւ մինչև բոլշևիկյան ուրեմն այսպես տոտալիտար ռեժիմը, որ պիտի սահմանվեր այս տարածաշրջանում, քահանան, երբ երիտասարդները որոշում էին ամուսնանալ, հրավիրում էր իր մոտ եւ քննում էր ամենամանրամասները, բայց այդ խոստովանությունը մնում էր քահանայի մոտ։ Եվ նա որոշում էր, այսինքն այդ ընտանիքը պիտի կայանա թե ոչ։ Գուցե հոգեկան խախտում ունի որևէ մեկը, ընդհատված է։ Ասես որովհետեւ եթե ինքը աներ, այդ մեկը քահանայի ուսերին պետք է լիներ։ Կամ եթե ծնողները խաբել են, նրանց ուսերին է, հասկանալի է։ Մենակ այդ օրինակը բերեմ, մնացածը չեմ ուզում ասել, հա, բարոյական նկարագիրը եւ այլն։ Եվ այդ կազմակերպված ընտանիքներից են, որ ծնվում են մաշտոցներ, նարեկացիներ, ներսեշորոնալիներ, Խրիմյան հայրիկ եւ այլն։ Հիմա, քանի որ եկեղեցին դարձել է ուղղակի էթնոգրաֆիա շատերի համար կամ այցելության վայր, գնա մի քիչ հանգստանամ ինձ, լավն է, լռությունը, օրինակի համար։ Այդ ժամանակ մենք շատ տարբեր վիճակի մեջ ենք, այսինքն կրոնավոր հավատացյալ կապը ընդհատված է։ Ինքը գալիս է, երբ նեղված է, ինքը գալիս է, երբ ինչ-որ բան ասենք, ճիշտ է, Աստվածաշանի ավտովթար ա եղել, բախեցել է Տերաջան մի հատ գիտիր, եկեղեցու զորություն, բայց հետո ինքը գնում մոռանում է կամ չի մոռանում, չգիտեմ։ Բայց շատ հեռակա է, դիստանցիան շատ մեծ է։
Դուք շատ գեղեցիկ արարողության մասին խոսեցիք, որի մասին անկեղծորեն ես չգիտեի։ Այսօր մեր օրերում կան այնպիսի հոգևորականներ, ովքեր այդ արարողությունը այնուամենայնիվ կյանքի կոչում են, մինչև պսակի կարգը կատարել։ Դա նույնպես ապաշխարության ուրեմն խորհուրդը եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է։ Եվ շահում են այն քահանաները, ովքեր ունեն երիտասարդացած միություն, ամեն եկեղեցուն երիտասարդացած միություն եւ հաճախ երիտասարդներ իրար հանդիպում են եւ նույն աշխարհայացքով միանում են։ Դա արդեն երջանիկ պսակ է եւ իր թիկունքում ենթադրում է, որ այլևս բաժանություն չպիտի լինի, որտեղ նույն աշխարհայացքի մարդիկ են։ Այդ է շահը, եթե ձեզ մոտ գա մի պսակադրվել ցանկացող զույգ եւ դուք քննեք նրանց, ապա որ դեպքում պսակի կարգ չեք կատարի։ Ճիշտ ասած, ես ինձ վատ բնավորություն ունեմ, որ ուզում եմ, որ երջանիկ լինեն մարդիկ։ Եվ եղել է, որ կոնկրետ փաստացան, որ բաժանման շեմին են հասել։ Եվ տղամարդը կամ կինը առանձին եկել են եկեղեցի եւ սկսել են խոսել։ Ես ընդհատել եմ դիմացինի եւ ասում հրավիրիր խնդրեմ մյուսին, որտեղ մի կողմանի ես լսելով արդար դատ չեմ անի, այսինքն մենք չնայած դատավոր չենք, բայց եւ դատավոր ենք։ Եվ երբ հրավիրում են դիմացինին եւ եղել է այնպես, որ դուրս են եկել ծաղկե փնջեր իր սիրելի կնոջը եւ վերականգնվել է ընտանիքը։ Ես այդտեղ զգում եմ, թե Աստծո սերը ինչքան մեծ է մարդկության վրա։ Միայն թե կարողանան իրենց սրտները բացեն, կարողանան դիմակը նետեն, ու մնան իրենք իրենց այստեղ Աստծո հրաշքն է արդեն տեղի ունենում։ Երբ մարդը գիտակցում է, որ որևէ մեղք է կատարել եւ խոստովանում է այդ մեղքը։ Այո։ Մարդը կարող է փոխվել Տեր շահե։ Գիտեք ինչ, այդ հրաշքները մենք ամեն օր ենք տեսնում։ Օրինակ ասում չէ, աշխարհում հրաշք լինի կամ չգիտեմ, հանկարծ նայում ես, ասենք, չգիտեմ, YouTube-ում որտեղ բանի պրեֆտե մի արտիֆակտ են, այսինքն գտածո են գտել, փոխում է մարդկության կյանքը, չէ՞, ամեն օր է փոխվում մարդու կյանքը։ Մենք զգում ենք, օրինակ մկրտության ժամանակ փոխվում է մարդու աչքը։ Օրինակ իմ ձեռնադրության ժամանակ փոխվեց իմ ձայնը։ Քահանայից ձեռնադրության ժամանակ, այսինքն դա շատ կոնկրետ տեղի է ունենում։ Ուրիշ բան, ես հետևողական եմ, թե հետևողական չեմ այդ զորությունը պահելու համար։ Ուրիշ բան, ես գիտակցական ունեմ, թե չունեմ, այս աշխարհը ինձ կուլ տվեց, թե չկուլ չտվեց եւ այլն։ Մնացածը կնում է հետևանքները հասկանալի, այսինքն Քրիստոս տալիս է, կա Սուրբ Գիրք, կա հայրաբանություն 2000-ամյա, հետևիր այդ գրականությանը եւ կարծում եմ, որ շեղումները քիչ կլինեն։ Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը։ Սերը, որտեղ հենց Աստված է սերը։ Դա իմ խոսքերը չեն, Հովհաննես Ավետարանիչի խոսքերն են, Աստված սեր է։ Մարդը կարող է սիրել միևնույն ժամանակ մեղքեր գործել։ Չեմ հավատում։ Ինչ որ պատճառներ կան, որտեղ սերը այրում է բոլոր մեղքերը։ Ես հավատում եմ դրան։ Ես խոսեցի գայթակղություններ կլինեն մարդու զգայականի հետ, ցանկականի հետ, ցասմնականի հետ։ Կարող է մարդը սիրել եւ տրվել այդ գայթակղությանը։ Գիտես ինչ, դա դիմակավորում է, ընդհանրապես դիմակներ են։ Գիտես, այդ երկփեքվածությունը դա Աստծուց չի։ Չնայած մեր մեջ է, երբ մենք արգելված պտուղը կերանք, արդեն այդ երկփեքվածությունը մտավ, Ադամը գիտակցեց ինչ տեղ ունեցավ իր հետ, որտեղ դուրս վռնդվեց ուղակի դրախտից։ Տարբերությունը զգաց, որ փափկության, փարթամության դրախտից ընկավ անասունների երկիր։ Եվ մարդը ընտրում է կամ դառնում է վերադառնում է դրախտ կամ դառնում է անասունների երկրի ներկայացուցիչ։ Արդեն իր ընտրությունն է սա։ Երբ հոգևորականները խոսում են ներելու եւ չներելու մասին, առաջին արտահայտությունը, որը նրանք կատարում են,
մենք ով ենք, որ չներենք, եթե Աստված մեր բոլորի մեղքերը ներեց։ Բայց մարդը աշխարհիկ կյանքում իրականում կարծում եմ միշտ այդ խնդրի առաջ կանգնում է ներելու եւ չներելու։ Ուզենք թե չուզենք, քանի որ մենք մարդկային արարածներ ենք։ Հիմա նայիր, բանը մենք այսօր չգիտես ինչու միշտ առաջի մեղքի մասին ենք բան խոսում, պատխակերության մասին։ Աստված իրապես հենց Սուրբ Գիրքը գրում է 6-րդ գլխում, որ ասում է զղջաց որ մարդ ստեղծեց ջրեղը բաբելոնյան աշտարակ պատերազմներ 1000 մի չգիտեմ ինչև այն հետո վերջում Մովսես լավ ավետյալ երկիր տանում ընտրյալ ժողովուրդ դարձնեմ 40 տարի շրջեցնեմ արաբական անապատներում բան տաճար Մորիա լեռան վրա հետո պիտի իրանց երանքներից քան ինչու էր այդպես պատրաստում ցեղին կամ չգիտեմ կորած մի տոհմին ստրուկ տոհմին դարձրեց ժողովուրդ ազգ որի երանքներից պետք է ծնվել Քրիստոս հենց Քրիստոս ծնվեց փակվեց օղակը այսինքն առաջի Ադամը մեղքով երկրորդ Ադամը փրկության համար եւ մենք ազգովի ընտրեցինք այդ փրկության ճանապարհը մենք տվեցինք մշակութային շատ մեծ հենք մենք տվեցինք հաղփատ էջմիածին կերանթակուղու ավետարանը մշոջ առընթիրը մենք տվեցինք աշխարհը շշմած է մի առիթով ինքը գիտնական էր արևելագետ էր Շոտլանդիայից եւ եկել էր հայագիտությամբ էր զբաղվում նաեւ Հայաստանում եւ մի առիթով երբ մեր տանն էինք ուղղակի ասաց դուք հայերդ ստախոս եք ասի ինչու Պիտեր ասաց որովհետեւ դուք ստեղծում եք շեդևրներ համաշխարհային անկրկների բայց հետո այդ նույն գրիչը գրում է ես փանակի գրիչս տրուպս բան եւ բան ոչնչացնում է ինքը իրան հասկանես դա ինչ է ասում եւ ասված սուրբ հոգով ինձ ուշեց ասացի որովհետեւ մեր համեմատականը ոչ թե մարդու հետ է այլ Աստծո հետ է այո Աստծո առաջ մենք փոշենք տրուպ ենք փանակ ենք փծուն ենք մեր ձեռքը կգնա հող կդառնա բայց մեր արժեքը կմնա ինչ որ ստեղծել ենք ահա հիշատակարանը գրչի Տեր ինչպիսի արժեքներ ունեցող անձը կարող է դառնալ ձեր ընկերը առաջինը անշահախնդիր կուզեի որովհետև գիտես ինչ պարզ է մարդը ցանկություններ ունի պետք է ապահովի ինչ որ բաներ եւ այն բայց այդ երբ ճակատային է հասկանես sense կարծես վանում է եւ սրտի ընկեր եմ ուզում այսինքն սրտի որն է այսինքն իմ ամեն իսկական ընկերը ենթադրենք իմ կողակիցն է պարզ է հավերժական ընկեր բայց ընտանիքից դուրս արժեքների արդեն խնդիրն է ասացի այդ անշահախնդրությունը հետո նաև ինքը որ անկեղծ մարդ լինի իր նկատմամբ հասկանես ինչպիսին է ուզում չգիտեմ խմող լինի խմող չլինի չգիտեմ ծխի չծխի բան իմ համար երկրորդական է մարդը որպես այդպիսին ինքը իմ համար ընտրյալ է եթե այդ արժեքները ինքը գրում է իհարկե կապ ունի նաև հավատքը որ ինքը աստվածպաշտության մեջ լինի եւ այդ անկեղծությունը երբ հագալի երբ մենք անկեղծ ենք լինում Աստծո հետ այսինքն նարեկացու մատյանը մի հատ ցոսում է մեր միջից եւ մենք ինքներս մեզ սկսում ենք ճանաչել այդ ճանաչող մարդուն եմ սիրում Դուք ձեզ լավ ընկեր համարում եք Չէ Ինչու հետևական չեմ ինչ առումով որովհետեւ նախ չեմ ուզում որ իմ անձնականի մեջ շատ մտնեն ես էլ չեմ սիրում ուրիշի անձնականի մեջ մտնել Այսինքն, այդպես ոչ թե դիստանցիոն, այլ սրտի հասկանես կարող է տարին մեկ հանդիպենք, բայց նույնիսկ փաթաթվենք իրար տեսակը հանդիպենք ու հասկանես կարող է ասենք մի 3 ամիս էլ չտեսնենք իրար եւ այլն, բայց ես սիրում եմ այդ տեսակը։ Չգիտեմ։ Մի թեթև ինձ հետ առողջական պահ եղավ եւ հիվանդանոցում էի պատահաբար այդ ժամանակ պատահաբար չէ արդեն մի փոքր լավ է զգում եւ զանգարեցի Տերշային խնդրեցի որ ընկերներիցս մեկի տանը պետք է ինչ-որ արարողություն լիներ կինս վերցրեց ասեց Տերշայ ջան մի թեթև ձեր բաննա պետք այդ
ինչ ասեմ, հոգևոր ինչ որ բան, աղոթք, ցած ավելի ճիշտ։ Չանցավ 7 թե 8 րոպե, Տեր-Շահեն մեր պալատում էր, իմ պալատում էր։ Ու անմիջապես այդ չեմ հորանում։ Ինչպես եք արտահայտում ձեր զայրույթը։ Ես մի առիթով ուրեմն ընթերցում էի Դիոնիսիոս թրակացու քերականությունը։ Եվ այնտեղ, այսինքն ոնց որ ուղականի, տրականի, հանկարծ հասմնական, հրամայական, չգիտեմ, նաև բարկություն հանդիպեցի, ու ինձ շատ հետաքրքրեց։ Հասկանում ես, այնտեղ կար նաև հագներկական եւ այլն տեսակները, եւ հետաքրքիր էր Հովան Ոսկեբերանի արտահայտությունը, որ թրակացին վերցրել էր։ Այնտեղ ասում է, որ կա երկու տեսակ բարկություն։ Մեկը որ սրտմտական է, այսինքն սրտմտություն, եւ մյուսը բարկություն։ Եվ բարկությունը օգտագործվել է, երբ դու ուսանել ես տալիս քո երեխային, այդ ժամանակ օգտագործում ես երանգներ, այսինքն սա կերպ է, բայց սրտմտությունը արդեն փոխում է մարդու տեսքը, ինքը դառնում է անկառավարելի եւ կարող է եւ հանցանքներ գործվել այդ բարկության ժամանակ։ Եվ ես սկսեցի քննել ինքս ինձ, երբ եմ ես բարկանում, ու գտա, որ երբ ես ինքս ավելի շատ խելացի եմ ինձ համարում կամ դիմացինին։ Եվ այդ ժամանակ ես խոնարհվում եմ Աստծո առաջ ու ասում Տեր ջան, դու ամենաիմաստունն ես, ստեղծել ես ամեն ինչ, եւ եթե իմ վրա չես բարկանում, ես ինչու բարկանամ դիմացինի վրա։ Եվ այսպես կարող է երեխայի առումով այո մի քիչ խստություն լինի, բայց ոչ սրտմտություն։ Ինչ բաղադրիչներ ունի երջանկությունը։ Ամեն վարքյանը երջանկություն է, որտեղ մենք կյանք ունենք։ Մենք Քրիստոս ունենք, Հիսուս ունենք, նրա սերը մեր վրա է։ Ամեն վարքյան երջանիկ ենք։ Այսպես է իմ տեսակետը։ Կարող է ես ողբերգության մեջ լինեմ, բայց իմ սիրտը ուրախ է, որտեղ ինքը կա։ Մարդկային հարաբերություններում ինչ չեք կարող ընդունել։ Կամ որ երևույթը կարող է ձեզ անսահման ցավ պատճառել։ Հիմա արդեն ես հանդիսատես եմ իմ կյանքին։ Այո, հազարավոր կորուստներ կարող ունենանք, որական 50 երեխա ենք մենք ուղարկավորում։ Բայց Աստված կարծես տանում է իր մոտ մեր հոգին եւ այնտեղից է նայել տալիս կյանքին։ Եվ ժամանակ ոչ թե դու դառնում ես, ասենք, արհամարող կամ չգիտեմ, իզոլացված կամ չգիտեմ, դիստանցիոն, այլ կարծես ժողովողի գիրքը գալիս, ունայնությանցը թառում է այս երկրային առումով մեր մոտ եւ վերջում հանգրվանում ես Աստծո գրքում Տեր փառք քեզ ամեն բանի համար։ Բոլորին բարին եք ամենում, իր կամեցողությունը այնքան մեծ է, բոլորին չկա, իր համար բացասական մարդ գոյություն չունի։ Իր այդ կամեցողությունը, իր այս դիրքը, որ ինքը սքեմում է, հոգևորականի սքեմով է, այդ ամեն ինչը ինքը աշխատում է իր շրջապատի, իր ընկերների, հարազատների համար, հոգևոր կա այսպես չէ հասկացություն, կրոնական կատարսիս, չէ հոգևոր հոգու մաքրում, իր շփումները մեզ հետ ոնց որ թե դա լինի, այսինքն մենք իր հետ շփվելով կարծես թե մեր հոգին մաքրվում է։ Դե շենք մաղթեմ, որ առողջ ու երկար ապրի, որպեսզի շատ մարդիկ ու շատ երկար վայելեն այս ամենը, իր քարոզները, ինքը բացառիկ հատկություն ունի, որ մարդը երբ դիմում է իրան պրոբլեմով, ցանկացած մարդ, հատկապես ընկերները, ինքը հմուտ բանաձև ունի, որ նախ այնքան կզրուցի մինչև բացահայտի պատճառը, որտեղից ծնվել է պրոբլեմը, հետո միանգամից կհղի Աստվածաշունչ, որ դրվագին նման այդ իրադրությունը,
ու անմիջապես փորձում է հենց կոնկրետ մարդու մեջից հանել այն ուժերը, որը պետք է պայքարեն ու լուծեն այդ ստացվում է ինքնուրույն է անում, բայց մենակ Տեր-Շահի Աստծո շնորհով։ Առողջություն կմաղթեմ, իհարկե կմաղթեմ, որ իր թողնիկների, իր երջանկանա, իր թողնիկների երջանկությամբ, իր զավակների երջանկությամբ ուզում եմ, որ նման հոգևորական, նման ամբասիր մարդիկ մեզ միշտ շրջապատած լինեն եւ ես պատիվ ունեմ համարելու, որ նա իմ ընկերն է։ Տեր-Շահե, ո՞րն է ձեր խորհուրդը երիտասարդներին, ովքեր նորաստեղծ ընտանիքներ ունեն։ Ապրեք եպես հացինեն ուված 5-րդ գլխով, որտեղ խոսում է ընտանեկան նոր հարաբերությունների մասին։ Տղամարդն է գլուխը կնոջ եւ կինը հնազանդ պիտի իր ամուսնուն ամեն բանի մեջ, բայց տղամարդը պիտի պահի, պահպանի, սիրի իր կնոջը, ով սիրում է իր կնոջը, ինքը իրեն է սիրում։ Ահա, սան էս բարձր գաղափար չգիտեմ։ Ինչի համար եք ափսոսում։ Ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Ինքան լավ է, որ տարիքն էլ անցնում, բան, եւ այդ կրքերը ավելորդ հեռանում են ու մնում ես դու եւ քո Աստված։ Սա շատ քաղցր, շատ սրա էս գտնելու համար, այո, պետք է կյանք անցնել։ Եվ չեմ ափսոսում որևէ բանի համար։ Մեկ կարող ասենք, մտքովս անցնի, բայց եթե papan սենց աներ, սենց կլներ, կարող անցնի, բայց չեմ ափսոսում։ Ինչ եք ասելու Աստծուն, երբ հանդիպեք նրան։ Ինքը պիտի ասի, արժանի եմ, թե արժանի չեմ։ Շնորհակալ եմ Տեր-Շահե, գեղեցիկ հոգևոր տպավորիչ զրույցի համար։ Աստծո օրհնությունը ձեզ։ Շնորհակալ եմ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ կհանդիպենք։